Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ակտիվ թափով մեկնարկել են ընթացիկ տարվա բակային բարեկարգումների ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում թվով 9 հասցեներում իրականացվող միջոցառումներն ընթացքի մեջ են։ Դրանց իրականացման համար Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացվել է 28 միլիոն դրամ։ Ավարտին են մոտենում նախորդ տարվա ծրագրով հաստատված Շահումյան առաջին փողոցի շուրջ կես կիլոմետր երկարությամբ ջեմուղու կառուցման եւ հարակից տարածքների հարդարման աշխատանքները։ Դեռևս 2024 թվականին տարածքում սկսվել էր զավթված հողակտորների, ապօրինաբար կառուցված ցանկապատերի եւ ավտոտնարկների քանդման ու հեռացման գործընթացը։ Չորացած ծառերի եւ մետաղական ջարդոնների փոխարեն այստեղ առաջիկայում կգերակշռի կանաչապատ զանգվածը։ Կատարվող աշխատանքներին իրենց ներդրումն են փորձում ունենալ հենց բնակիչները, յուրաքանչյուրն իր հերթին բարեկարգելով իր հարակից հատվածը։ Ծնվել ենք, մեծացել ենք ստես թաղամասում, սենց անակնկալ բան չենք տեսել, շատ հրաշալի գործ արված, օրինակի արժանի, ժողովուրդը անդադանցն դառնում են, պարեսները ամեն օր օրինակ են տալի, անցնում են։ Վարչական շրջանի Գուսան-Շերամ եւ Արնո Բաբաջանյան փողոցների առանձին հասցեներում բնակիչների համար կառուցվում են հարմարավետ բակային տարածքներ կանաչապատ պուրակներով, ինչպես նաեւ ինքնակամ կառույցների քանդման հաշվին մեծանում են հետիոտնային տարածքները, որոնք արդեն սալիկապատման փուլում են։ Ուրախ ենք, որ ժողովրդի համար ցեզ լավ բաներ ենք կառուցում։ 20 տարի ապրում եմ այս բակում, ունենք բարեկարգման կարիք, ունենք այն ինչը, որ այսօր կատարվում է, դրա անհրաժեշտությունը։ Հիմա ավարտելուց հետո բակը կծառայի իր նպատակին։ 2025 թվականին բակային բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական, ընդգրկելով բոլոր վարչական շրջանները, երևանցիների համար ստեղծելով բարեկեցիկ միջավայր։